Արմեզիայի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Իհարկե հիմնական թեման լինելու է պատերազմական, բայց սկզբում մի փոքր պաշտոնական մաս, հետո բուն թեմաներին կանդրադառնանք, հատկապես որ Սպիտակ տանն է տեղի ունեցել այդ միջոցառումը։ Նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ընդունել է ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիայի ֆուտբոլային թիմին հաջող մրցաշրջանի առիթով եւ հանձնել է Commander in Chief's Trophy մրցանակը։ Միջոցառմանը ներկայ էին զինվորականներ, մարզիչներ, պետական պաշտոնյաներ եւ մարզիկներ։ Նախագահը շնորհավորել է թիմին, բարձր գնահատել նրանց նվաճումները եւ ընդգծել, որ նման երիտասարդներն են ԱՄՆ զինված ուժերի ապագա առաջնորդները։ Ելույթի ընթացքում սակայն Թրամփը զգալի ուշադրություն է հատկացրել արտաքին քաղաքականությանը, հատկապես Իրանի շուրջ զարգացումներին։ Նա հայտարարել է, որ Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունները գտնվում են ակտիվ փուլում եւ նրա գնահատմամբ ընթանում են հաջողությամբ։ Թրամփը նշել է, որ Իրանի ղեկավար համակարգում նկատվում է անկայունություն եւ որոշ ղեկավար օղակներ ըստ նրա այլևս չեն գործում։ Նախագահը վերահաստատել է, որ ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական նպատակը մնում է նույնը՝ թույլ չտալ, որպեսզի Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Նրա խոսքով այս հարցը պետք է լուծվեր դեռևս տարիներ առաջ, սակայն այժմ ԱՄՆ-ը վճռական է կանխելու այդ սցենարը։ Նախագահը նաև նշել է, որ ամերիկյան բանակը այժմ ունի բացարձակ առավելություն թե տեխնոլոգիական, թե ռազմական տեսանկյունից եւ պատրաստ է շարունակել գործողությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Միաժամանակ Թրամփը ակնարկել է, որ միջազգային մակարդակում գոյություն ունեն տարբեր մոտեցումներ այս հակամարտության վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն նրա խոսքով առաջնորդվում է սեփական ազգային անվտանգության առաջնահերթություններով։ Նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, ըստ էության կրկնելով մի շարք մտքեր։ Առանձնացրել ենք այն, ինչը դեռ չէր ասել նախագահը։ Թրամփը անդրադարձել է Իրանում 3 երիտասարդ ցուցարարների մահապատիժին, հայտարարելով, որ դա սարսափելի քայլ էր այդ ռեժիմի կողմից։ Նրա խոսքով Իրանի իշխանությունները դաժան եւ անողոք են ու նման գործողությունները բնորոշ են հենց նրանց քաղաքականությանը։ Թրամփը հայտարարել է, որ ռազմական տեսանկյունից ԱՄՆ-ն արդեն հաղթել է այս հակամարտությունում։ Սակայն նրա խոսքով Իրանը շարունակում է խոչընդոտել Հորմուզի նեղուցում նավերի ազատ տեղաշարժը, ստեղծելով նոր լարվածություն։ Նախագահը ընդգծել է, որ նեղուցի բացումը ռազմական առումով պարզ գործողություն է, սակայն դրա համար անհրաժեշտ է միջազգային աջակցություն։ Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է բացահայտել հետագա ռազմական քայլերը, նշելով, որ նման տեղեկատվությունը չի կարող հրապարակել։ Նա միայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ունի անսահմանափակ զինամթերք եւ աշխարհի լավագույն տեխնոլոգիաները ու շարունակում է ակտիվ գործողությունները Իրանի դեմ։ Նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել գործողությունները միայն հրադադարի հասնելու համար։ Նրա խոսքով նման քայլը անհիմն կլինի, քանի որ հակառակ կողմը արդեն ծանր պարտություն է կրել։ Իսրայելի բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը ճեպազրույցում ներկայացրել է օպերացիոն գործողությունների մանրամասները։ Նրա խոսքով արդեն 3 շաբաթից ավելին շարունակվող գործողությունների ընթացքում Իսրայելը շարունակում է ակտիվ հարվածներ հասցնել տարբեր ուղղություններով, հատկապես Իրանի եւ Լիբանանի տարածքներում։ Իրանում, ըստ հայտարարության, շարունակվում են նաև բարձր մակարդակի թիրախային ոչնչացումները։ Իսրայելական կողմը հայտնում է, որ վերջին օրերին սպանվել են Իրանի իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դեֆրինը հայտարարել է Ալի Մոհամմադ Նեյնիի սպանության մասին, որը տարիներ շարունակ եղել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը եւ զբաղվել է քարոզչական գործունեությամբ։ Նշվում է նաև Իսմայիլ Հեմատիի ոչնչացման մասին Թեհրանում գործող Բասիջի հետախուզական բաժնի ղեկավարի։ Իսրայելի տվյալներով սպանվել է նաև Մեհդի Սամեստանը, որը ներկայացվում է որպես Իրանի հետախուզության նախարարության առանցքային գործիչ եւ կապվում է Իսրայելի ու հրեաների դեմ գործողությունների հետ ամբողջ աշխարհում։ Նշվում է, որ այս բոլոր գործողություններն իրականացվել են համատեղ հետախուզական տվյալների հիման վրա, ներգրավելով ռազմական հետախուզությունը, Մոսադը եւ անվտանգության ծառայությունները։ Իսրայելական կողմը պնդում է, որ Իրանի ղեկավարներն այժմ գտնվում են մշտական վախի եւ փախուստի մեջ, եւ որ ցանկացած վայրում կարող են հայտնաբերվել եւ ոչնչացվել։ Միաժամանակ շարունակվում են հարվածները Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Թիրախավորվում են հրամանատարական կենտրոններ, հրթիռային համակարգեր, արտադրական օբյեկտներ, նպատակ ունենալով նվազեցնել երկրի ռազմական կարողությունները։ Լիբանանում նույնպես գործողությունները ակտիվացել են։ Իսրայելը մեծացնում է ճնշումը Հեզբոլլահի վրա, իրականացնելով ցամաքային եւ օդային հարվածներ։ Խոսնակը հայտարարել է, որ առաջիկա օրերին գործողությունները կարող են նաեւ ընդլայնվել։ Միևնույն ժամանակ շարունակվում են գործողություններ նաեւ Գազայի ուղղությամբ, որտեղ հայտարարվել է Համասի ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցչի սպանության մասին։ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակում է ընդլայնվել, ներգրավելով նոր երկրներ ու խորացնելով ճգնաժամը։ Մեծ Բրիտանիան պաշտոնապես թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների համար։ Լոնդոնի հայտարարության համաձայն այս քայլը ներկայացվում է որպես համատեղ ինքնապաշտպանություն ուղղված Հորմուզի նեղուցում նավերի վրա իրականացվող հարձակումները կանխելու։ ԱՄՆ-ի ուժերը
կարող են այս բազաներից իրականացնել հարվածներ Իրանի հրթիռային համակարգերի և ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Սա նշանակում է, որ Բրիտանիան փաստացի դառնում է այս հակամարտության ակտիվ կողմ։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ իր գործողությունները տարածաշրջանում ունեն և լինելու են բացառապես պաշտպանական բնույթ, մինչև իրենց նշած պահը։ Լոնդոնը զգուշացրել է, որ Իրանի կողմից հնարավոր հարվածները բրիտանական բազաների կամ շահերի դեմ կստանան համապատասխան պատասխան։ Այս զարգացումը տեղի ունենում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատել էր ՆԱՏՕ-ի գործընկերներին, նրանց անվանելով վախկոտներ ռազմական գործողություններին անմիջապես չմասնակցելու համար։ Մինչդեռ պատերազմը շարունակում է ծանր հետևանքներ ունենալ մարդկանց համար։ ԱՄՆ ռազմական տվյալներով արդեն 232 ամերիկացի զինծառայող է վիրավորվել, նրանց մեծ մասը ճիշտ է վերադարձել է ծառայության, սակայն առնվազն 10-ի առողջական վիճակը մնում է ծանր։ Զոհվածների թիվը մնում է նույնը 13։ Լիբանանում զոհերի թիվը անցել է 1000-ը, իսկ վիրավորներն ավելի քան 2000-ն են։ Իրանում իրավիճակն ավելի լայնացավ է, այստեղ զոհերի թիվը ամենամեծն է։ Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 3 միլիոն մարդ տեղահանվել է, իսկ տասնյակ հազարավորները ապաստան են գտել հարևան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Այս բոլոր տեղեկություններին զուգահեռ Իրանը շարունակում է լայնածավալ հարվածները Մերձավոր Արևելքում, թիրախավորելով ինչպես Իսրայելի տարածքը, այնպես էլ էներգետիկ կարևոր օբյեկտները հարևան արաբական երկրներում։ Վերջին հարձակումների ընթացքում արձակվել են հրթիռներ, որոնց բեկորները վնասել են Իսրայելի մի շարք բնակելի շրջաններ, իսկ միաժամանակ գրանցվել են նաև հարվածներ նավթային ու գազային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Հրթիռներ են ընկել նաև Երուսաղեմում։ Իրանի ռազմական ղեկավարությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, սպառնալով, որ իրենց հակառակորդների համար այլևս անվտանգ վայրեր չեն լինելու ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ամբողջ աշխարհում։ Մասնավորապես նշվել է, որ հարվածների թիրախ կարող են դառնալ նաև հանրային վայրերը, զբոսայգիներ, հանգստի գոտիներ, զբոսաշրջային կենտրոններ։ Թեհրանը պնդում է, որ չնայած շարունակվող հարվածներին, երկրի ռազմական արդյունաբերությունը շարունակում է գործել։ Իրանի պաշտոնյաների տվյալներով հրթիռների արտադրությունը չի դադարեցվել և պաշարների սպառում չի նկատվում։ Իրանի շուրջ շարունակվող պատերազմը արդեն վերածվում է գլոբալ էներգետիկ ճգնաժամի, որի ազդեցությունը զգացվում է ամբողջ աշխարհում։ Մասնագետների գնահատմամբ աշխարհը կորցրել է օրական նավթի մատակարարման մոտ 1/4-ը։ Սա նշանակում է, որ շուկաներում առաջացել է լուրջ պակաս, ինչն անմիջապես բարձրացնում է գները ու ստիպում երկրներին պայքարել ավելի թանկ էներգակիրների համար։ Այս իրավիճակը հարվածում է թե տնտեսություններին, թե բիզնեսներին, բարձրացնելով ծախսերը ու դանդաղեցնելով տնտեսական աճը։ Եվրոպայում արդեն զգացվում են լուրջ հետևանքներ։ Գերմանիան, որի տնտեսությունը մեծապես կախված է արդյունաբերությունից, կանգնած է նոր ռիսկերի առաջ։ Երկրի արտադրական հատվածը հազիվ է սկսել վերականգնվել վերջին տարիների անկումից հետո։ Իտալիայում նույնպես իրավիճակը բարդ է, քանի որ նավթն ու գազը կազմում են էներգիայի սպառման մեծ մասը, ինչը տնտեսությունը դարձնում է շատ զգայուն գների աճի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի համակարգը մեծապես կախված է գազից, եւ գազի թանկացումը անմիջապես բերում է էլեկտրաէներգիայի գների աճի։ Ասիայում առավել խոցելի երկրներից մեկը Ճապոնիան է։ Երկիր իր նավթի մոտ 95%-ը ստանում է Մերձավոր Արևելքից եւ մասնավորապես այդ մատակարարումների մեծ մասը անցնում է հենց Հորմուզի նեղուցով, այն նույն տարածքով, որ հիմա գտնվում է լարվածության կենտրոնում։ Զարգացող երկրների համար իրավիճակը նույնիսկ ավելի ծանր է։ Հորմուզի նեղուցի հնարավոր ամբողջական փակումը կարող է կտրել նավթի արտահանումը, ինչը լուրջ հարված կլինի հատկապես Քուվեյթի, Քաթարի, Բահրեյնի պես պետությունների համար։ Հնդկաստանը ևս մեծ կախվածություն ունի ներմուծվող նավթից մոտ 90%։ Արդյունքում արդեն նկատվում է տնտեսական աճի դանդաղում, իսկ ազգային արժույթը ռուպին հասել է պատմական նվազագույնի։ Թուրքիան, որը սահմանակից է Իրանին, պատրաստվում է ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար ճնշման, հնարավոր փախստականների հոսքի պատճառով։ Երկրի կենտրոնական բանկը ստիպված է եղել դադարեցնել տոկոսադրույքների իջեցումը եւ օգտագործել միլիարդավոր դոլարների պահուստներ արժույթը կայունացնելու համար։ Մի շարք երկրներում արդեն կիրառվում են խիստ սահմանափակումներ։ Շրի Լանկայում սահմանվել են հատուկ հանգստյան օրեր պետական աշխատողների համար էներգիայի սպառումը նվազեցնելու նպատակով։ Փակվում են դպրոցներ, համալսարաններ, սահմանափակվում է տրանսպորտը։ Պակիստանում բարձրացվել են վառելիքի գները, փակվել են դպրոցները, պետական կառույցներում կրճատվել են ծախսերը։ Տնտեսագետները զգուշացնում են, որ հատկապես խոցելի են այն երկրները, որոնք մեծապես կախված են նավթի ներմուծումից եւ չունեն բավարար ֆինանսական պահուստներ նման ճգնաժամերը հաղթահարելու համար։ Այս ամենը ցույց է տալիս, որ էներգետիկ ճգնաժամը գլոբալ է եւ որքան երկար շարունակվի պատերազմը, այնքան ավելի մեծ ճնշում կգործադրվի համաշխարհային տնտեսության վրա։ Այս տարի գիտեք, Ամերիկայում, Մեքսիկայում եւ Կանադայում կանանալու է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը եւ երկրպագուները ստիպված են լինելու ըստ ամենայնի պատրաստվել ավիատոմսերի թանկացման ու ճանապարհորդական մեծ խափանումների։
Ուղևորությունների արժեքը կարող է աճել մինչև 30% պայմանավորված տեղերի սակավությամբ եւ առելիքի թանկացմամբ։ Ազդեցությունը կախված է նաեւ այն հանգամանքից, թե որտեղից են ժամանում երկրպագուները։ Եվրոպայից ժամանողներն ավելի քիչ կարող են զգալ այս փոփոխությունները, մինչդեռ Ասիայից եւ Աֆրիկայից ժամանողները կարող են բախվել մինչև 40% թանկացման։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ տարածաշրջաններից ամենահարմար երթուղիներն անցնում են հենց Մերձավոր Արևելքով, որտեղ այժմ խափանումներն են։ Այլընտրանքային երթուղիները նշանակում են ավելի երկար ճանապարհ, ավելի բարձր ծախսել եւ ավելի շատ ժամանակ։ Այս ամենը լուրջ մարտահրավեր է ստեղծում երկրպագուների համար, հատկապես եթե հակամարտությունը շարունակվի։ Բացի այդ, ճանապարհորդական հիմքում վստահությունն է։ Մարդիկ ճանապարհ են ընկնում միայն այն դեպքում, երբ վստահ են, որ դա անվտանգ է եւ արժե իրենց ծախսած գումարն ու ժամանակը։ Լոս Անջելեսի իշխանությունները իրականացրել են կենդանիների փրկարարական լայնածավալ գործողություն, որը կարող է համարվել Միացյալ Նահանգների պատմության ամենախոշոր նման դեպքերից մեկը։ Գործողությունն իրականացվել է Անտելոպ Վելի Լեյք շրջանում իրավապահների կողմից խուզարկության օրդերի հիման վրա։ Տեղում հայտնաբերվել են հարյուրավոր շներ եւ կատուներ, որոնք պահվում էին մեկ տարածքում, ենթադրաբար կենդանիների խնամքի կանոնների խախտմամբ։ Պաշտոնական տվյալներով սկզբնական գնահատմամբ հայտնաբերվել է շուրջ 700 կենդանի, սակայն ավելի ուշ որոշ աղբյուրներ նշել են, որ իրական թիվը կարող է լինել մոտ 300։ Անկախ վերջնական թվից, սա շարունակում է մնալ բացառիկ մեծածավալ միջամտություն։ Գործողությանը ներգրավվել են ավելի քան 70 մասնագետ կենդանիների խնամքի եւ վերահսկողության ծառայությունից։ Նրանց աջակցել են մի շարք գործընկեր կառույցներ, այդ թվում կենդանիների պաշտպանության կազմակերպություններ եւ հարակից շրջանների ծառայություններ։ Ծանր վիճակում գտնվող կենդանիներն անմիջապես տեղափոխվել են անասնաբուժական հիվանդանոցներ։ Մյուսները տեղափոխվել են շրջանի կենդանիների խնամքի կենտրոններ հետագա զննման, բուժման եւ վերականգնման համար։ Պաշտոնյաները դիմում են հանրությանը կոչ անելով այցելել ապաստարաններ, որդեգրել կենդանիներ կամ կատարել ֆինանսական աջակցություն նրանց բուժման եւ խնամքի համար։ Հոլիվուդյան դերասան, մարտարվեստների լեգենդ եւ նախկին չեմպիոն Չակ Նորիսը մահացել է 86 տարեկանում։ Նրա ընտանիքը տեղեկությունը հաստատել է սոցիալական ցանցերում, նշելով, որ նա մահացել է խաղաղ պայմաններում ընտանիքի շրջապատում։ Չակ Նորիսը եղել է պրոֆեսիոնալ կարատեի 6-ակի անպարտ աշխարհի չեմպիոն եւ դարձել է իրական լեգենդ մարտարվեստների աշխարհում։ Նրա ուժեղ կերպարը նաեւ դարձրել էր նրան ինտերնետային մշակույթի խորհրդանիշ, հայտնի Չակ Նորիս ֆակտի շնորհիվ։ Նա նկարահանվել է ավելի քան 2 տասնյակ ֆիլմերում, մարմնավորելով զինվորների, ոստիկանների, ամերիկյան հերոսների կերպարներ։ Նրա հերոսները պայքարում էին հանցագործության դեմ, ազատում պատանդների, հաղթում ահաբեկիչներին։ Նորիսը նաև այցելել էր Իրաք աջակցություն հայտնելու ամերիկացի զինվորներին։ Նա ունեցել է քաղաքական ակտիվ դիրքորոշում, աջակցելով մշտապես հանրապետական թեկնածուներին։ Դերասանը եղել է 2 անգամ ամուսնացած, ունեցել է 5 երեխա, նրան հարգանքի խոսքեր են ուղղել բազմաթիվ հայտնի մարդիկ։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, համանել մեր նյութերը, նույն ինքը լայք դնելն է եւ տարածել հնարավոր բոլոր աղբյուրներով։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։